Պարոն Վարդևանյան, հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, դա այն մասին էր, որ ձեր թիմը գումար է բաժանում քաղաքացիներին, ընտրողներին, որպեսզի Սամվել Կարապետյանին ընտրեն, ինչ կարող եք ասել, դրանք հստակ ձայնագրություններ էին, կարծես թե չհերքվեց։ Տիկին Սարգսյան, ես զարմանում եմ, որ դուք ասում եք հստակ ձայնագրությունը, առավել ևս ձեր փորձից ելնելով, վստահ եմ դուք կարողանում եք տարբերակել մոնտաժված ձայնագրությունները ոչ մոնտաժված ձայնագրություններից։ Ավելին, ես վստահ եմ մեր գործընկերները կհիշեն 2020 թվականին մի աղմկահարույց սկանդալային ձայնագրություն էր հրապարակվել, որը ներկայացվում էր որպես սպանության փորձի կազմակերպման վերաբերյալ մի ձայնագրություն։ Այնուհետև նույն դատախազությունը, նույն քննչականով հրապարակել էր այդ ձայնագրությունը, իրենց իսկ ձեռքով կարճեցին այդ քրեական վարույթը, այն հիմքով, որ այդ ձայնագրությունը եղել է կենցաղային բնույթի։ Ավելին, ես լսել եմ փաստաբաններից, ով այդ գործով ներգրաված է հայտարարությունը, ըստ որի ներկայացված միջնորդություններից գրեթե ոչ մեկը չի էլ բավարարվել։ Նույնիսկ հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Իդեպ, պատկերացրեք, եթե պարզվի այդ խոսակցությունը կենցաղային բնույթի էր։ Օրինակ, երկու հարազատների միջև խոսակցություն էր, որից հետո ծիծաղում են այդ նույն անձինք, բայց դա ձայնագրության մեջ, որը հրապարակվել էր, չէր դրվել, բայց սղագրության մեջ այն կար։ Հնարավոր է, չէ՞ դա։ Ավելին, այս իշխանությունների ձեռագիրը ամեն կերպ, ամեն ինչ մոնտաժելու եւ հանրությանը հրամցնելու, սուտն ու կեղծիքը հրամցնելու անգերազանցելի է։ Ի վերջո հենց այս իշխանություններն էին, որ բոլորը, այդ թվում այս ազգային ժողովում իդեպ, խոսում էին նրա մասին, որ պրոբացիայի ծառայությունը թույլ է տվել Սամվել Կարապետյանին տեսաուղերձներով հանդես գալ։ Հետո հենց իրենք ընդունեցին, որ դա սուտ է։ Տիկին Սարգսյան, ես կարող եմ ասել, որ նման արտահայտությունները նույնիսկ հարցադրմամբ հնչեցնելը ծայրահեղ վիրավորական է, ուժեղ Հայաստան կուսակցությունը դաշինքը իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սահմանադրությանը համապատասխան, եւ եթե ձեր պատկերացրած որևէ մի վարքագիծ լիներ, ապա այն գիտեք, այսպես սփռված կլիներ ամբողջ տեղեկատվական դաշտում։ Այն էլ մի հատ կիսատ պռատ ձայնագրություններ, այն էլ պարզվեց հիմնավոր կասկածներն է չեն հաստատվում։ Սամվել Կարապետյանի տեսաուղերձ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այսօր տեսա։ Իդեպ այսօր տեսա հայտարարությունը, տեսա իդեպ։ Գիտեք, շատ հետաքրքիր էր, որ երևի թե քննչական կոմիտեն այս անգամ չի հասցրել տեղեկությունները փոխանցել գործադիր իշխանության ղեկավարին։ Այս անգամ հակառակն է տեղի ունեցել, գործընկերներ։ Շատ վիրավորված եմ ինչ-որ իմաստով, բայց նաև ոչ զարմացած։ Հեսա պատասխանում եմ։ Տեսեք, նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննիչը թույլ է տվել, մինչդեռ մենք դրա մասին տեղեկություն չունեինք։ Երբ ստացանք որոշումը, պարզվեց քննիչը ոչ թե թույլ է տվել Սամվել Կարապետյանին ուղիղ եթեր մտնել, ոչ թե թույլ է տվել տեսաուղերձներ հրապարակել, այլ բացառապես մեկ տեսաուղերձ ժամկետային սահմանափակմամբ, որը մինչև մարտի 27-ն էր։ Մարտի 23-ին ստանալով նշված որոշումը անհապաղ դիմել եմ քննիչին քանակական սահմանափակումը վերացնելու համար, որտեղ այդ ինչ է նշանակում մեկ տեսաուղերձ, երբ գործադիր իշխանության ղեկավարը ասում է անսահմանափակ տեսաուղերձներ, նույնիսկ ուղիղ եթեր։ Ինչ է տեղի ունենում, քննիչի պատասխանի միջնորդության չեմ պնդում, որ դրանք իրար հետ կապ ունեն, բայց փաստն եմ ֆիքսում, քննիչը նախաքննության ավարտ է հայտարարում եւ իմ միջնորդությունը թողնում է առանց քննության։ Դիմում եմ դատախազին, խնդրում եմ, որ անհապաղ բավարարի նշված միջնորդությունը։ Դատախազը ուրբաթ օրը գործը ուղարկում է դատարան, բայց մինչ այս պահը չեմ ստացել համապատասխան որոշում իմ բողոքի վերաբերյալ։ Գործընկերներ, եթե դուք ինձ օգնեք եւ դատախազությունը թեկուզ թող նորից նույն խողովակով լինի, այսինքն մենք սկզբից լսենք Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարի, հետո ես որոշումը ստանամ, շատ շնորհակալ կլինեմ եւ վստահ եմ մեր հանրությունն էլ կլսի։ Պարոն Վարդևանյան, դուք պնդում եք, որ պարոն Կարապետյանը ոչ տեսաուղերձի, ոչ հարցազրույցի հնարավորություն չունի։ Այո, ցավոք սրտի, բայց պնդելով դա, խնդրում եմ միանալ մեր բողոքին դատախազությանը այս պահին, որ նշված մեր միջնորդությունը բողոքը բավարարվի եւ քանակական սահմանափակումը վերացվի։ Այդ թվում ժամկետային սահմանափակումն է, որտեղ կարծում եմ, որ պատկերացնեք, տենց երևույթ գոյություն չունի, որ օրինակ խոսեն մշտապես մի անձի մասին, իրեն տան մեկ հնարավորություն, որ ինքը տեսաուղերձով պատասխանի,
Դրանից հետո նորից խոսեմ, բայց ինքը չկարողանա։ Հետևաբար այս ստերին ուղակի եկեք վերջ տանք, բայց մյուս կողմից իրավական տիրույթ էլ ունենանք։ Պարոն Վարդևանյան եւ պարոն Կարապետյանը արդեն սկսել է այլ պետության քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը, թե ոչ, եւ գնեք, այսպիսի մի բան կա, ասում են նա հիմա Ֆրանսիայում ինչ որ դատական գործերի մեջ է, իսկ նման իրավիճակներում Եվրամիությունը թույլ չի տալիս քաղաքացիությունից հրաժարվել։ Կարող եմ մի բան ասել, որ նշված հարցի վերաբերյալ ամենաճիշտ հասցեատերը եւ հնարավորությունն է։ Պարոն Ալեքսանյանը ճիշտ է ասել, լավ է ասել, պարզապես ես էլ մի հստակ տրամաբանական բան ասեմ։ Կարծում եմ, որ այդ հարցը ինձ փոխանցելը, որ ես վերջնական հաստատում պատասխան տամ ընթացքի վերաբերյալ, կոռեկտ էլ չէ։ Հենց ճիշտ կլինի Սամվել Կարապետյանին այդ հարցը տալու հնարավորություն լինի, դրա համար էլ թող ապօրինի տնային կալանքը վերացնեն ի վերջո։ Իդեպ մենք շատ խոսում ենք տեսաուղերձներից, բայց մենք ունենք տնային կալանք նախաքննության ավարտի պայմաններում։ Ինչի համար։ Իսկ ինչ վերաբերում է հենց այդ, ես անկեղծորեն եմ ասում, ես իմ համոզմունք ունեմ, որ նշված հարցը թիմակցի, գործընկերոջ, պաշտպանի որևէ անձի կողմից պատասխանելը կոռեկտ չէ այնքանով, որ դա իսկապես հենց Սամվել Կարապետյանի կողմից պատասխանը պետք է ինչի։ Իդեպ, բայց նաև առիթից օգտվելով կարծում եմ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի հետ Եվրոպայի քաղաքացիությունները, գիտեք, ես Հայաստանի քաղաքացիություն չունի։ Ես կարծում եմ ձեր ձևակերպումը, ես կարծում եմ ձեր ձևակերպումը տեղին չէ, հարգելի պարոն Կիրակոսյան, կարող եմ մի բան ասել, Սամվել Կարապետյանի կողմից, երբ պարզապես մեկ նախադասության համար մեկնարկեց քրեական քաղաքական հետապնդումը եւ այն վարքագիծը, որը ինքը ցույց տվեց 10 ամիս տևող ինտենսիվ խափանման միջոցի պայմաններում, դա ուժեղ հայ մարդու վարքագիծ է, իսկ նույն քաղաքացիության վերաբերյալ էլ դիրքորոշումը ներկայացվել է, որ բոլոր այն պատկերացումները, որ ունեն մեր հայրենակիցները, ի կատար են ածվելու։ Միաժամանակ դրա վերաբերյալ հարցը կրկին եմ ասում, մարդկայնորեն կոռեկտ չէ, որ ես մեկնաբանեմ կամ որևէ մեկ այլ անձ։ Սամվել Կարապետյանը վստահ եմ, նույնիսկ կարող եմ այդ մի մասը գաղտնազերծել։ Շատ հետաքրքիր պատասխանը տալու է, որը դուր է գալու մեր հայրենակիցներին եւ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Տիկին Մելոյանին էլ խնդրենք շարունակի։ Վարդևանյան ինքը կասի, թե AI-ի միջոցով կասի այդ հետաքրքիր բանը։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալի, իսկ AI-ի միջոցով ինչի համար ենք ստիպված եղել հայտարարություն անել։ Մի հատ այդ հարցը մեկը ինձ կպատասխանի, հատկապես երևի թե Հանրապետության հրապարակում նստած գործընկերներին խնդրենք, էլի։ Այդ ոնց է ստացվում, որ քննիչին դիմում եմ, ասում եմ տվեք թույլտվություն տեսաուղերձով հանդես գալու, մերժում է։ Դա անում եմ հունվարին, դա անում եմ փետրվարին, դա անում եմ մարտ ամսին, այս նույն շենքում նստածել մարդիկ ասում են դա պրոբացիայի ծառայությունը պետք է թույլ տա, հետո նույն այդ քննիչը եւ դատարանը եւ նույն գործադիր իշխանության ղեկավարը ընդունում են, որ ստում էին այդքան ամիս։ Բա արհեստական բանականությունը ինչի էր ընտրվել որպես լուծում։ Այդ հարցը կարծես մի քիչ մոլորեցնող լինի։ Ասում են չի կարող վարժ հայերեն Պարոն խոսել։ Կիրակոսյան, իշխանությունների ստերի վերաբերյալ շարքը դուք ամենալավը գիտեք որպես լավագույն լուսաբանողներ։